եկեք կրկին վերհիշենք, խոսքը ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին է, որի համար պատիժը կարող է լինել տուգանք, բայց այդ պայմաններում գլխավոր դատախազը ներկայացնում է հաղորդում, դրան հաջորդում է, բոլորս հիշում ենք, իրավապահների հարյուրավոր խումբ, այսպես ասած, փորձում է ներխուժել Սամվել Կարապետյանի առանձնատուն, որից հետո Սամվել Կարապետյանը ձերբակալվում է, որից հետո ձերբակալումը վերացվում է, քանի որ սկզբից ձերբակալվել էր 72 ժամվա ռեժիմի պայմաններում, այնուհետև այդ ձերբակալման որոշումը վերացվում է եւ Սամվել Կարապետյանը փաստացի մոտ 1 ժամ ամբողջությամբ ազատության մեջ գտնվող անձ է եղել եւ կրկին ձերբակալվում է այժմ կալանքի միջնորդություն ներկայացնելու նպատակով։ Եվ այս պայմաններում իդեպ նաեւ կարծում եմ հանրության աչքի առջև էր Սամվել Կարապետյանի դրսևորած վարքագիծը, այդ թվում ինքնակամ ներկայանալու եւ այլն, դատարանը գտել է, որ Սամվել Կարապետյանի դեպքում առկա է թաքնվելու ռիսկ։ Իդեպ այս հանգամանքը միջազգային փորձում է աննախադեպ։ Միջին ծանրության ենթադրյալ հանցանք Forbes-ի ցուցակում գտնվող անձ Հայաստանի Հանրապետությունում հարգանք վայելող, բացառապես դրական բնութագրվող, կարծում եմ առնվազն այն բարեգործական ծրագրերը, որը իրականացրել է, դա մեղմ ասած իրավական իմաստով մեղմացնող հանգամանք է։ Իդեպ խոսում ենք կես միլիարդ դոլարից ավելի բարեգործական ծրագրերի մասին իրենց համակցության մեջ։ Հիմա այդ պայմաններում դատարանը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող էր թաքնվել քննությունից։ Մյուսը, որ գտնում է իդեպ դատարանը, կներեք, ձեր հարցադրումը կտակ։ Մյուսը իդեպ դատարանը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող է խոչընդոտել քննությանը։ Խոչընդոտել մի քննության, որի ամբողջ մեխը առյուծի բաժինը ապացուցողական իրենց դիտարկմամբ հանդիսանում է տեսանյութը։ Իդեպ պարզ վարժություն է, սա պետք է չի իրավաբան լինել։ Եթե ենթադրյալ կոչ է տեղի ունեցել, որն էլ կա տեսանյութի վրա, այդտեղ միակ քննչական գործողությունը, որ կատարում ես, այդ տեսանյութը ներբեռնում ես, զննում ես, դարձնում ես քրեական գործի անբաժանելի մաս, կարող ես մի հատ էլ կրիչի վրա տեղադրես, դնես չհրկիզվող պահարանում։ Վերջ։ Բայց օրինակ քննիչը եւ դատարանը գտնում էին, որ այդ տեսանյութին, որը զննվել է, չհրկիզվող պահարանում է գտնվում, կարելի է խոչընդոտել։ Օրինակ օբյեկտիվ իրականության մեջ դա նույնիսկ խելագարության կանխավարկածով դիտարկելու դեպքում անհնարին է, անհնարին, բայց ունենք այն ինչ ունենք։